24-ի հարգելի հետևորդներ, շարունակում ենք ուղիղ հեռարձակումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրից, այստեղ ժամ է շարունակ քննվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ Մենք այս պահին կզրուցենք Հայ-ԱՔՎ միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։ Պարոն Սողոմոնյան, ինչպես եք գնահատում Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը, նաև հաշվի առնելով, որ քննչական կոմիտեն 3 հայտարարություն էր տարածել, Գագիկ Ծառուկյանին մեղսագրվում է խոշոր չափերով հարկեր թաքցնելը, փողերի լվացումը, տնտեսական մաքսանենգությունը, կենդանիների ապօրինի որսը եւ նմանօրինակ այլ դրվագներ։ Ժպիտով եմ վերաբերվում, իհարկե ես ինձ իրավունք չեմ վերապահում գործի փաստական հանգամանքների վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ, բայց ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք քաղաքական պատվերի հրահանգի հետ, Հայաստանում Գագիկ Ծառուկյանը միակ խոշոր գործարարը չէ։ Բոլոր այն խոշոր գործարարները, որոնք կամ լուռ են, կամ աջակցում են, գումարներ են փոխանցում, օրինակ Իմ Քայլը հիմնադրամին, չգիտես ինչու նրանց ոչ մեկի հետ կապված ոչ խարդախության դեպքի են ականատես լինում, ոչ հարկեր թաքցնելու դեպքի են ականատես լինում, իսկ հենց այն գործարարը, որը որ օրինակ ընդդիմադիր կեցվածք է դրսևորում, ընդդիմադիր գործունեություն է ծավալում, ահա արժանանում է այս ամեն ինչին, այն էլ ոչ թե իրավապահ համակարգի կողմից է նախաձեռնությունը գալիս, այլ գործադիր իշխանության կողմից, որովհետև այն ինչ որ տեղի ունենում է, ենթադրենք, դա պետք է իրավապահ համակարգը սկսի այդ ամեն ինչը, բայց ոչ թե ինչ որ մեկը գործադիր իշխանությունում, գործադիր իշխանության ղեկավարը տվյալ պահին ցուցում տա, ասի ես այս ինչ բանն եմ անելու շատ կոպիտ ձևով քո նկատմամբ, քո լակոտի նկատմամբ, այսպիսի բառապաշար օգտագործելու, որի հետևում է այս ամեն ինչը։ Սա հերթական դրսևորումն է Հայաստանում ընդդիմությանը վերացնելու, սա ընդդիմության վերացման գործընթաց է, որը հայոց պատմության մեջ եղել է մեկ անգամ եւ դա եղել է 20-ական թվականներին, ուղիղ 100 տարի առաջ սրանից, երբ որ բոլոր ընդդիմադիր գործիչներին կալանավորեցին, այնուհետև փակեցին կուսակցությունները, հետո փակեցին լրատվամիջոցները, այսինքն ամեն ինչ, ինչը որ դեմ էր արտահայտվում օրվա գծին, օրվա այդ քաղաքական գծին, բոլորն անցան ընդհատակ։ Հիմա կարծես թե նույնը տեղի ունենում մեզ մոտ բոլշևիկյան բռնապետության անցման փուլում են գտնվում։ Բայց դուք ընդդիմադիրների քայլերը, գործողությունները համարժեք համարում եք, օրինակ հիմա ինչու դատարանի բակը մարդաշատ չէ, նաև համացանցում կարդում էի այսպիսի մի քննադատություն կամ խոսք, որ այն սպորտսմենները, ովքեր ժամանակին Գագիկ Ծառուկյանից ֆինանսավորվել են կամ աջակցել է այս կամ այն կերպ, ինչու որևէ մեկը որևէ ձայն չի հանում Գագիկ Ծառուկյանի համար։ Հուսամ ես էլ կարող եի այդ նույն հարցը բարձրացնել, գուցե մարդիկ վախենում են, որովհետև այնպիսի վախի մթնոլորտ են ստեղծել, որ վախենում են, չնայած ոչինչ արդարացված չի, իսկ ինչ վերաբերում է ես էլ, այո, ինձ համար էլ է այդ հարցը գոյանում, թե ինչու, ասենք օրինակ, ասենք ընդդիմադիր շատ ուժերի ներկայացուցիչներ այստեղ չեն, որովհետև դու կարող ես անձի նկատմամբ ունենալ տարբեր վերաբերմունք։ Ես օրինակ ասենք երբեք Գագիկ Ծառուկյանի աջակիցը որպես այդպեսին չեմ եղել, Բարգավաճ Հայաստանին երբեք ձայն չեմ տվել, բայց սա ուրիշ հարց է, սա սիրել չսիրելու, հավանել չհավանելու հարց չէ, սա քաղբանտարկյալ լինելու հարց է, սա ընդդիմադիր գործունեություն ծավալելու, խոսք արտահայտելու եւ դրա համար պատժի ենթարկվելու հարց է։ Ու քանի որ տեղի չի ունենում դա, այսինքն երբ որ մեկին նեղացնում են հանիրավի, մեկին կպնում են, մեկին ճնշում են եւ ամբողջ դաշտը չի արձագանքում միասնական ձևով, իհարկե 3 հայտարարություն դրա մասին եղավ, բայց պետք է բոլոր պոստերում լինել, բոլոր պոստերում պետք է պահել, որպեսզի այդ միասնականությունը լինի եւ գործը շատ ավելի դժվարանա, ցախավելի հայտնի պատմությունն է։ Հիմա դուք ինչպես եք պատկերացնում ընդդիմադիրների գործողությունները, որոնք արդյունավետ պետք է լինեն։ Նաև քննադատության արժանացավ այն հանգամանքը, որ ընդդիմադիր խմբակցությունները որոշել են մանդատները վերցնել եւ նշում են, որ ըստ էության այստեղ իշխանությանը եւ ընդդիմությանը խանգարում էր օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Պեպիգիտություն ընդունեցին սահմանադրական դատարանի որոշումը։ Եթե չստեղծվի ընդդիմադիր դաշտում միասնական պլատֆորմ, չեմ ասում բոլորը միավորվեն մեկ կազմակերպության մեջ, բայց եթե չստեղծվի միասնական պլատֆորմ, որտեղ կմշակվեն ընդհանուր դիրքորոշումներ, որտեղ կմշակվի ընդհանուր առաջարկ,
առաջարկ քաղաքական մտքի տեսանկյունից եւ ժողովրդին եւ նաեւ Հայաստանի արտաքին գործընկերներին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը կա արտաքին գործընկերների կոնսենսուսի հիման վրա ու ես ինչպես որ հասկանում եմ բոլոր կամ բացառապես բոլոր գործընկերների կոնսենսուսի հիման վրա է նրա իշխանությունը, որ գոյություն ունի։ Հետևաբար ես կարծում եմ, որ միտքը մեր չի չորացել, այնքան որ հնարավոր չլինի առաջարկելու այլընտրանք թե դրսին եւ թե ներսին։ Այդ պլատֆորմը պետք է ձևավորվի, այդ պլատֆորմը պետք է ձևավորվի շատ կարևորագույն հարցերի եւ սակավաթիվ հարցերի շուրջ, բայց մենք անգամ դրան նշանները չենք տեսնում, որ իմիգան այդպես հավաքվեն, հույս ունենանք, որ կտեսնենք։ Իսկ ինչ վերաբերում է մանդատների հարցին, ապա այստեղ եթե ապաների հետ գործ ունենք, մանդատ վերցնելը կամ մանդատ չվերցնելը ինքնանպատակ պետք է չլինի։ Եթե մանդատ պետք է վերցնեն պարզապես անելու համար մոտավորապես նույնը ինչ որ 21-26 թվականների գումարման ազգային ժողովի ժամանակ մեղմ ասած անիմաստ եմ համարում մանդատ վերցնել։ Իսկ եթե մանդատը պետք է վերցնեն դա ծառայեցնելու որպես ինստիտուցիոնալ մեխանիզմ հաղորդակցություն անելու համար թե դրսի հետ եւ թե ներսի հետ ու ինտենսիվ անելու, դա պլանավորված կազմակերպված ձևով անելու եւ դրան գումարած նաեւ այդ իմ ասած պլատֆորմը լինի համընդհանուր եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ավելի քան արդարացված կլինի, այնպես որ երևի թե մի քիչ ապրենք, տեսնենք մանդատների հարցը ինչ կլինի։ Շնորհակալություն։ 24 նոյեմբերի հարգելի հետևորդներ, մենք զրուցում էինք Հայաքվե միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։